եկեղեցու վերջին ներողություն իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի արշավների մասին ընդդեմ եկեղեցու պատերազմ է հայտարարել ձեր դեմ։ Երեք մեր հայտարարությունը տեսակ, հայտարարության մեջ ամեն ինչ ասված էր, չեմ կարծում, որ հայտարարությունից դուրս որևէ մեկնաբանություն անելու անհրաժեշտություն կա։ Շատ թույլ կամ անատամ չէ այդ հայտարարությունը, որտեղ դրան հաջորդեց նոր հարձակում նրա կողմից այսօր առավոտյան։ Ես չեմ օգտագործի այդպիսի բնորոշում, կատարվել է այնպիսի հայտարարություն, ինչպիսին հարմար է նկատվել։ Իսկ ինչ եք անելու, կասեցնելու։ Դուք առաջարկում եք մենք օգտագործենք այնպիսի բառապաշար, այնպիսի ձևակերպումներ, որոնք օգտագործվել են մեր դեմ նախաձեռնողների կողմից։ Այդպիսի ձևակերպումներ քայլեր ենք ակնկալում ենթադրաբար, որ քայլեր եթե լինեն, լրացիչ կասվի։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը այսօր արդեն առաջին օրը գրեց այդ քառակնոջ պատմությունը, որը տարբեր սրբազանների են վերագրում, ես հիմա չեմ ուզում կրկնել բառերով, կոռեկտ չի, համենայն դեպս նաև ձեր անուններ շրջանառվում, ասում են դա ձեզ էր ակնարկը ուղղված, հետո այլ անձանց չգիտեմ, դուք սրան ինչպես կարձագանքեք, հետո նաև հարցնում ում էր ուղղված տեղյակ եք թե չէ, կամ արդյոք ձեր անունը կարող են շոշափել այդ կոնտեքստում։ Գիտեք, պետք է աստերոբութին իրենից հասկանալ, ինքն է դրա հեղինակը, իհարկե թե որքանով դա կոռեկտ, որքանով երկրի ղեկավարին հարիր ձևակերպում է, դա ինքը պետք է ասի։ Մեզ համար դա ավելին չէ, քան զրպարտությունը եւ անընդունելի ոճով գրառում կատարում։ Ինչ-որ տեղեկություններ ունի առասարակ հոգեվոր դասի անձնական անկողնային կյանքի մասին, որ այդպիսի բաներ ասում։ Գիտեք ինչ, ես իր նախասիրությունների մասին տեղյակ չեմ։ Բայց ինքը փաստորեն ձեր նախասիրությունների մասին է տեղյակ, չգիտեմ ճիշտ կամ սուտ, բայց ինչ-որ տեղեկություններ է հայտնում ձեր նախասիրությունների մասին։ Իսկ դուք ընդունել եք համարում այդ նախասիրությունների մասին այդպիսի ոճով, այդպիսի ձևակերպումներով արտահայտվելը։ Որպես կրթություն, դաստիարակություն։ Կամ դուք վստահ եք, որ արդյոք դա իրականում համապատասխանում է իրականությանը։ Ես ճիշտ ասած չեմ ուզել մտնել այդ դաշտ, որ ճիշտ եմ համապատասխանում թե չէ, բայց ինքը փորձում է ներքաշել։ Ուրեմն մի մտեք։ Եթե չեք ուզում մտնեք, նշանակում է այդպիսի հարցադրումներ չպետք է։ Տեսեք, այսօր նաև ինքը կաթողիկոսի զավակ ունենալ չունենալու մասին հարցրեց։ Սրա ու ասում է պետք է պարզել կաթողիկոսը զավակ ունի, թե ոչ, այսինքն խախտել է կուսակրոնության ուխտը, թե ոչ։ Սրան եկեղեցին ինչպես արձագանքելու։ Պատասխանել է ուղիղ հարցին, ունի թե չունի կամ հակապաստակները բերելու թե ինչ անելու։ Իրեք ձեզ թվում է, որ գոյություն ունեն սխալ պատասխաններ։ Չէ՞, միայն։ Բայց գոյություն ունեն ավելի շատ սխալ հարցեր։ Սխալ հարցերը չեն կարող ունենալ պատասխաններ։ Սխալ հարցադրումները չեն կարող հնչեցվել։ Առավել եւս պատասխանատվություն ունեցող անձանց կողմից։ Հնարավոր է, որ գործադիր իշխանությունը այնքան մխրճվի եկեղեցու հոգևոր կյանքի մեջ, որ փորձի օրինակ այստեղ իշխանապողություն անել ճակերտավոր, օրինակ կահանկեց անել վերաբար հայրապետին, փոխարինել նրան, որտեղ արդեն այլ անուններ են շրջանառում, իրենց սրտի կաթողիկոսի անուններն են։ Օրենսդրությունը իրենց նման հնարավորություն, իրավասություն վերապահում է։ Ես գիտեմ, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են սահմանադրությամբ։ Վերապահում է։ Դե հիմա մենք օրենքներով այնքան բան ենք տեսել, որ օրենքը չի վերապահում, բայց արել են։ Դե ուրեմն պետքա Թատրոնի դռներն էլ չի թատրոն շրջափակել։ Պետքա փորձել ջանքեր գործադրել օրենսդրության Սրբազան հայ Նիկոլ Փաշինյանի պահանջի, այս վերջին հարցը պահանջի պատասխանը երեկվա հայտարարությունում կար, բայց այսօր նորից շարունակել է Փաշինյանը 5-րդ տալիքն է։ Հա։ Նորից շարունակել է նոր գրառմամբ։ Դա ըստ էության նշանակում է, որ իր պահանջից հետ չի կանգնել Հայաստանի վարչապետը։ Եկեղեցու հետագա գործողություններն ինչպես Մայրաթորի հետագա գործողություն, էլի նոր հայտարարություն կամ դուք ինչ եք սպասում, ինչ եք անում։ Չգիտեմ, մի քիչ մեծ սպասում ունեք դուք ինձնից, որ ես բացահայտեմ այն ամենը, ինչ որ պիտի պլանավորենք կամ ինչ որ պիտի ծրագրենք։ Ես այդ հարցին չեմ կարող։ Գոտկատելից ներքև է սկսել հարվածել արդեն այդ պատերազմ, այդպիսի մեթոդներ է ընտրել Փաշինյանը։ Դուք ավելի բարձից եք հարվածելու, թե պաշտպանվելու եք, թե ինչ եք անելու։ Որն է։ Երբ որ անելիքներ
լինեն, մենք այդ մասին հարմար նկատելու դեպքում Մի բան էլ Սրբազան հայր, տեսեք եկեղեցու դեմ արշավ առաջին օրը չի որ իրականացում այս իշխանության կողմից, դեռ 18 թվականին, երբ որ ինչ-որ նոր հայրապետ, նոր Հայաստան այդպիսի մի շարժում կար, այդ շարժման շրջանակներում կաթողիկոսին քաշքշեցին, արձակվեցին, փակեցին մեքենան, հետո վերջին թարմ դեպքերը, եթե հիշենք, արդեն պատերազմից հետո, երբ որ օրինակ կաթողիկոսի մուտքը արգելեցին Սարդարապատ, դա կարծում եմ շատերի գնահատմամբ անարգանք էր հայ եկեղեցու հոգևոր դասի վեհապար հայրապետի նկատմամբ, թույլ չտալ մտնել Սարդարապատի հուշահամալիր հենց այդ օրով։ Հետո էլի այս վերջերս մի բան եղավ, էլի այս գրառումները, ի վերջո միջև ուր պետք է խփի, միջև ինչքան ուր պետք է հասցնի Փաշինյանը, որ եկեղեցին ավելի ռադիկալ արձագանք տա կասեցնելու այս արշավը հայ եկեղեցուտեն, որը երևի մնացել է մեր ինքնության պահպանման միակ գրավական այստեղ։ Գիտեք, մենք երբեք պատասխանները տալիս չենք առաջնորդվում պատասխանի բնույթի նկատմամբ շեշտադրումով։ Պատասխանը կլինի ռադիկալ, պատասխանը կլինի մեղմ, առանցքայինը այստեղ պատասխանի կամ գործողությունների արդյունավետությունն է։ Իսկ մի բան էլ այն որ մի գործողություն կարող է դուք գնահատեք ռադիկալ, մյուսը չգնահատի։ Լավ, Փաշինյանը փաստացի հանրային դիսկուրս է մտցրել մի թեզ, որը իրականում այս տարիներին ես էլ եմ լսել շրջանառվել է, պարզապես չի քննարկվել էթիկայից ելնելով կամ խոսքով քրիստոնյա ժողովուրդը չի փորձել մտնել այդ դաշտ, բայց ամեն դեպքում այդ հարցը առաջացել է։ Կան կուսակրոն քահանաներ, որոնք խախտել են իրենց կուսակրոնության ուխտը։ Օրինակ դուք որպես երկարամյա Սրբազան եւ այդտեղ ծառայություն մատուցող, ունեք այդպիսի տեղեկություն։ Գիտեք, ես այդ հարցը կոռեկտ հարց չեմ նկատում։ Այդ կասկածի որդը կա, այսպես ասած, հասարակության մեջ։ Հիմա կասկածի ворդ կա, որ նաև ամուսնացած անձինք իրենց ամուսնական ուխտին հավատարիմ չեն։ Ընդհանուր կասկած կա։ Հիմա ես չգիտեմ, ձեզանից որևէ մեկը ամուսնացած է կամ ամուսնացած չէ, բայց որքան կոռեկտ է այդ հարցը, նույն տիպի հարց ձևակերպեմ ես ձեզանից որևէ մեկին։ Իհարկե նրանք էլ եթե եկեղեցով ամուսնացել են Աստծո առաջ, պետք է պատասխան տան օրինակ անհավատարմության համար, Ուզում եմ ասել, դա եկեղեցականի մասով մի քիչ ուրիշ է դա։ Դա ճիշտ հարցադրում չէ։ Սրբազան հայր, Մայրաթոռը իրավապահներին կդիմի ձեր ասած ձեր բարդանքներին իրավական գնահատական պահանջելու համար կամ գործողություն։ Չեմ կարող ասել, եթե անհրաժեշտ նկատվեց, չի բացառվում։ Այսքանով ավարտում է, այսինքն ոնց հասկացանք ձեր արձագանքը դեռևս երեկվա հայտարարությամբ։ Ես այդպեսի բան ասեցի։ Չէ, դուք ասիք ինչ-որ բան ծրագրում ենք, բայց ես այդպեսի բան ասեցի։ Ես ասեցի իրավիճակի հետ կապված կհասկանանք հարմար նկատված մոտեցումները կցուցաբերվեն։